Բարեզես արգելի գործընկերներ, սկսում ենք Փյունիկի գլխավոր մարզիչ Արտակոսյանի հետ խաղի մամուլի ասուլիսը ուրախալի են խաղից հետո նախ խաղի մասին պարոն Կարելի ասել երկու տարբեր խաղակեսներ անցկացրեցինք։ Առաջինում մենապայքարներում այդքան լավ չէինք, հեշտ էինք պարտում, երկրորդ գնդակները ավելի շատ հակառակորդներ հավաքում, տակտիկական խնդիրներ էլ ունեցանք, բայց երկրորդ խաղակեսը բավական լավ սկսեցինք, նույնիսկ մինչև կարմիր քարտը հակառակորդի բավական լավ ճնշում էինք, պահեր ունեինք, նույնիսկ գոլի հեղինակ դարձանք, որը չհաշվեց, այնպես որ երկրորդ խաղակեսից շատ գոհ եմ։ Հարցեր։ Ինչպես կգնահատեք ընդհանուր թիմի վիճակը այս պաուզայից հետո եւ ընդամենը մի քանի խաղ եւ նորից գնում եք դադարի Թիմը իհարկե մենք մեր թիմից միշտ ավելին ենք սպասում, բայց կարծում եմ այդքան մեծ դադարից հետո այսօր բավական ինտենսիվ խաղ անցկացրեցինք, այնպես որ նորմալ եմ գնահատում թիմի վիճակը։ Դե երկու խաղ ունենք, 4 օր հետո եւս մեկ ծանր խաղ ունենք Արարատ Արմենիայի հետ, հետո էլ 5 օր հետո այդ խաղից հետո Արարատի հետ, դրանից հետո արձակուրդ հունվարի սկզբում կսկսենք նախապատրաստական փուլը։ Տպավորություն կար, որ ինքն ամեն անգամ մի քիչ ուշացնում էր պասը։ Ձեր մոտ այդպիսի տպավորություն կար։ Այո, ճիշտ եք նկատել, կար այդպիսի էպիզոդներ, շատ ժամանակ մենք ուզում ենք, որ Էրիկը կրեատիվ գործողություններ կատարի անհատական, բայց երբեմն նա չարաշահում է, դրա վրա կաշխատենք։ Այլ հարցեր։ Երկուսն էլ այսօր շատ աշխատեցին, չնայած Նուբիսին պակասում է էֆեկտիվությունը, բայց ամեն դեպքում այսօր գոլի հեղինակ դարձավ, որը չհաշվեցին, բայց միշտ նրանից ավելին ենք սպասում, ինչ վերաբերում է Գևորին, Գևորը մեծ ծավալի աշխատանք կատարեց ու գոհ եմ իր խաղից։ Դե Լուկասը բավական երկար է բաց թողել, դեռևս չի կարող լինել իր մաքսիմալ լավ կոնդիցիաների մեջ, նրան միանշանակ ամբողջական նախապատրաստական փուլ է պետք, որ հետ գա այդ իր մարզավիճակին, բայց նրա որակների վրա կասկած չունենք, այնպես որ նախապատրաստական փուլից հետո ինձ թվում է կվերադառնա իր հին մարզավիճակին։